ակտիվացել ու շատ քննարկվում է այն ամբողջ ունեցվածքը, որ ունի Քոչարյանը ու այն ամբողջ ունեցվածքի ծավալը, որ պահանջվում է Քոչարյանների ընտանիքից, մասնավորապես դա այս տեսք ունի, եթե քեշով արտահայտենք, այդ $200 միլիոն, որ հիմա պահանջում է դատախազությունը Քոչարյանից, այս տեսքը ունի։ Ու այս մարդը ասում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է ու իրանից հարուստ է, ես չգիտեմ, ուղղակի սա ինչ-որ հոգեբանական խանգարմունք է որպես այդպեսին, որովհետև կոնկրետ այս գումարի չափը, որ այս նկարում դուք քիչ առաջ տեսաք, սա ուղղակի Քոչարյանների անունով գրանցված գույքն է, հասկանում եք, սա դեռ այն չի, ինչը որ դեռ պետք է ման գալ, փնտրել, գտնել, չգիտեմ, ավշորումը ստեղ է այս մեկի անունով է գրանցած, այն մեկի անունով է գրանցած, թաքնված փայաբաժինը, էսա այն։ Սա իրանց անունով գրանցվածի չափն է։ Ասում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստը։ Լուրջ ես ասում։ Ավելի հիմար բան մտածելը որպես այդպեսին շատ դժվար էր։ Այդ տենց հարուստ է Նիկոլ Փաշինյանը, ԿՊԱ-ականներն են տենց հարստացած ու կոռումպացված, դրա համար է կնգած Առավոտից իրիկու ֆեյքերով բանանում գրում, էս մի սուպերմարկետներից հանձնա իրանցը, այն մի սուպերմարկետներից հանձնա իրանցը, այն դեպքում որ նույնիսկ համարձակություն չունեք դա ձեր դեմքով ասելու, լավ իմանալով, որ դա կատարյալ սուտ է ու դրա համար դատի են տալու, այդ դատը դուք պարտվելու եք։ Առավոտից երեկո նստած ստեր են հորինում, տենց փորձելով մտածել, թե իրանք ինչ կանեին, ինչը կսեփականացնեին, ինչ մեթոդներով բան կանեին, դա